անգամ ևս գողջունեմ ձեր բոլորի քաղցր ներկայությունը ազդու այս տան մեջ և խրովահույս անցկակին հոգիով ալեգոտ սրտով և անբամած հայոց աշխարհի հայ ժողովրդի երկնքի ներքև ուտակված մութ խոշոր ամբերը օրեօր խդանան հավանական փողը դալ անցնող շաբաթներուն օրերուն ընթացքին հրադեսիլի լուրերեն կամ այլ ցևերով առանցալուր եղաք աղանադես եղաք լսեցիք թե ինչ կվադահի և ինչպիսի խշտուժություն հաղարակություն թշնամանանք վերապելունք կծատերվի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցվով նկատմամբ թայերուն թացքին հինուղտի մարգարեներ Եղիա մարգարե Ովսե մարգարե և հույլան բոլոր մարգարեներուն որոնք ազդո հոգիով ներշնչված և տեսան օրվա կատարությունները և տեսան որ ժողովրդի մոլորազությունը օդար արժեքներու հետամուտ կլալը օդար ասվածներ և սուտ չասվածներու պաշտամունքը անոնք հանցնալին երթալ և օրվա իշխանության թագավորին իրենց ուղղությունը դալ դեսագետը դա, հրադիրել ապաշխատության զղջումի թարնալու դիշմարիտ ազդող աշտամունքին հավատքի էության։ Կարծեք այսօր հայ ժողովրդի յանքեններս նույնը կբադահի հանթև թշնամական վերապրմունք, հագարակություն, հազարամյա անցյալ ունեցող հայոց մշակույթ և քիր տվող հայոց ըսկացումները հայոց ինքնությունը պատմական արժեքները վար բահող ուծացում է և գոլուստե որպես փրկիչ ազատարար իր կենտրոնական խոսքով հավատքի ամուր գրվանով առաջնորդած է այս ժողովուրդը այն ադենները նույնիսկ որ մենք չենք ունեցած պետականություն պետության համար աղոթող որ մեզի ասված պետությունը դա անկախությունը նվիրե և այդ փորեն երբ մենք այսօր ունեցանք 90 թվականներում Հայաստանի անկախությունը թեև փոքր ծավալով, փոքր փողաշերտի վրա, այսօր նույնիսկ այդ փոքր փողաշերտը գործանումի, ավերումի և ժողովուրդը արտաքաղթելու, թափառական դառնալու, աշխարհով մեկ ցլվելու ըստանալիքի ներքև է։ Երբ որ հայ ժողովուրդը իր հոգին գործընծնե ինչ իմաստ ունի մարմինը, եկեղեցին կամ տունը, այդ հոգին թեմ է, որ այսօր չարը սատանան կպայքարի, որ մեր սրտերուն մեջ են, մեր հոգիներուն մեջ են, հավատ կգործանե, եկեղեցին այն ամուր գրվանն է, այն ամուր հավատքն է, և այդ հավատքին վրա կառուցված Քրիստոսի անունով հաստատված առաքելաշավիղ Քրիստոսահիմն եկեղեցին է։ Եվ ամեն բادرակի ադեն նախքան բادرակը սկսի ժողովուրդ և թվված թասը գերքե ով թագավոր, եկնավոր թագավոր Քրիստոս քույս հաստատած եկեղեցիդ կամքում անշարժ
անսասան վահ է, և այդ եկեղեցի մեջ փորան որ գերգրվակեն խաղաղության և անթողության մեջ վահ է։ Այդ նույն հոգիով մենք այսօր դարձյալ խնդրարկու աղաչանքով կաղաչենք Աստուծո, որ իր իսկ հաստատած առաքելաշավիղ Քրիստոսահիմն եկեղեցին Հայաստանի այդ ամուր գանգուն վահել և որքան ըլլան դժվարություններ, նեղություններ, հակառակություններ, ամեն կդա տեսակ, թե ինչպես խուժանը զինվորականներ ձպտված թեմքերով կարծեք թշնամական դեղ մտնեն հայոց էջմիածինը կրավելու համար և փառք Աստծո ժողովուրդը որքանալ ուծացած կամ դգարացած ոտքի ելավ և պաշտպանեց եկեղեցին և իր պաշտպանել դակավին ըսկիսն է երկանց երկունքներու դժվարության ըսկիսն է պիտի դորանք, պիտի աղոթենք, պիտի ապաշխարենք, պիտի հզորանանք, պիտի պայքարենք արդարության, լույսի և դժմարտության համար և այսօր Դերդոնյայի ժամանակ ամեն կսալ մեր աղոթները փաստացնենք Աստուծո Աստված թող ողորմի Հայաստին Աստված ողորմի և խնայե Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցով ով դեր Աստված քու իսկ հաստատած եկեղեցիդ այսօր դժվարության մեջ է թուրքերը չգցան մտնել սելջուկ թաթարները չգցան գրավել արաբները իսլամները հարկանքով վերաբերվեցան Աստծո տաճարին և այսօր հայը հայու ցերքով թուրսեն հրանքված կկատարե ինչ որ թուրքը չի գծավ երկու շաբաթ առաջ մուսուլման շեխը իսլամ շեխը Ադրբեջանի երբ որ հայոց հայրամետը Զվիցերիա էր և համաշխարհային եկեղեցիներու խորհրդին կներկայացնել հայոց արդար թադը Ադրբեջանի կատարած ցեղասպանական արարքները ժողովրդի Արցախի տեղահանումը ղեկավարներու քերեվարությունը Մուշազադեն թուրք այդ շեխը հրամանդվավ ըսավ հայ եկեղեցին ըմպոստության ցայներ գհանե պետք է գրավենք էջմիածինը պետք է մուսուլմանական աթորանիս տաճար դարձնենք պետք է թեմեր հաստատենք և Երևանը դառնա Երևան մերն է անիկա և ահա սկսավ շղթան հաղորդության հրանքը վեցավ սկսավ գործադրվել հայոց կողմը այս զարթնության, արտության խոհանչներն են այսօր ամեն մեկ հայ ինչ որ կրնա անել առանցինը որ կրնա անել աղոթել է որ Աստված իր հրեշտակները ղրկե երկնային զորքերը սիրոփեներու քերոփեները ղրկե պաշտպանելու համար իր եկեղեցին օդարամուտ ասացություններ են մենք երկիր գործունեություն արևմտյան Հայաստանը գործունեություն Գիլիկյան գործընծուցինք, դիքրան մեզի հսկայական գաշտությունը գործվեցավ, գործանեցավ և այսօր ըսպանալի կավորն է փուրմը, ապմը Հայաստանը գործանի թարնա իսլամական թրկական բիլայետ։ Ետ համացայն եք, այսպես շանագեցեք, դեղի դվեք, թրամշայեցեք, բայլեցեք, գերեք, խմեք և վսեք ուր որ հաց անգած, բայց ոչ հոգին համար, հավերժության համար, Աստծո համար, եկեղեցու հավերժության համար, անսասնության համար, պիտի զանգվենք, փրուսկանանք և թեմ տնենք ներքին թե արտաքին թշնամիներու, որպեսզի այս ասկը, առաջին ասկը, որ քրիստոնյա եղավ 301 թվականին,
վերածնունդ ապրի, վերամգրտվի, վերահայանա, վերաքրիստոնյանա և Աստծո շնորհներուն արժանանա, արժանի ենք ունենալու անկախ, ազատ, միացյալ հայրենիք, միասին դերվոմյա երկենք Աստված ողորմի, Աստված օգնե, Աստված դորացնե, անսասան բահե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։